1903 թվականի հունիսի 6-ին Թիֆլիսում ծնվեց մի տղա, ում անունը պիտի դառնար համաշխարհային երաժշտության պատմության անբաժան մաս՝ Արամ Խաչատրյան։ Մարդ, ում ստեղծագործությունները դարձել են հայ ժողովրդի մշակութային անձնագիրը, իսկ երաժշտական ժառանգությունը ապրող ու շնչող վկա մեր ազգային հոգևոր աշխարհի մասին։ Արամ Խաչատրյանը ծնվել եւ մեծացել է մի քաղաքում, որտեղ ապրում էին հազարավոր հայեր, ստեղծելով մի միջավայր, որտեղ խաչվում էին ազգային մշակույթները։ Երիտասարդ Արամը չի հաճախել երաժշտական դպրոց, բայց արդեն պատանեկան տարիքում ապշեցուցիչ լսողությամբ ու երաժշտական հիշողությամբ աչքի էր ընկնում։ Նրա ճանապարհը դեպի մեծ բեմ սկսվեց ոչ թե դաշնամուրի ստեղներից, այլ ներքին այրող մի զգացողությունից, որ ինքը պետք է պատմի իր ժողովրդի մասին՝ երաժշտությամբ։ 1929 թվականին նա ընդունվեց Մոսկվայի կոնսերվատորիա, դառնալով Սովետական Միության ամենահմուտ երիտասարդ կոմպոզիտորներից։ Բայց Խաչատրյանի իսկական հանճարը երևաց այնտեղ, որտեղ նա միավորեց ակադեմիական երաժշտությունը ու հայկական ժողովրդական տարրերը։ Նա կյանքի կոչեց բալետներ, որոնք հռչակվեցին ողջ աշխարհում։ Գայանեի հայտնի Սուսերով պարը այսօր հնչում է Նյու Յորքի բալետային դպրոցներից մինչև օլիմպիական բացման արարողություններ։ Սպարտակը դարձավ ազատության ու պայքարի սիմվոլ, որը խոսում էր ոգու ուժի մասին։ Խաչատրյանը նաև գրեց սիմֆոնիաներ, դաշնամուրային կոնցերտներ, սոնատներ, կինոերաժշտություն և նույնիսկ հնչյունային խորհրդանիշներ մի ողջ պետության համար։ Նրա ջութակի կոնցերտը համարվում է 20-րդ դարի կարևորագույն գործերից մեկը, բայց ամենակարևորը Բայց այդ բոլոր կոչումներից առավել կարևորը ու արժեքավորը նրա երաժշտությունն է, որը մնաց հավերժ կենդանի։ Այսօր, երբ աշխարհը խոսում է ինքնության ճգնաժամից, Արամ Խաչատրյանի երաժշտությունը հիշեցնում է մեզ, որ ազգային արմատները հավերժ պետք է դաջված մնան մեր արժեհամակարգում։ Եվ այսօր մենք նշում ենք հանճարեղ Արամ Խաչատրյանի 122-ամյակը։ Մարդ, ով պարզապես կոմպոզիտոր չէր, նա մի ողջ ազգի հոգևոր մշակութային ժառանգության կերտողներից մեկն էր։ Արամ Խաչատրյանի հիշողություններում մայրը շատ մեծ տեղ է ունեցել։ Մեջբերեմ հատված նրա խոսքերից։ Մայրս Ղումաշ Խաչատրյանը շատ գեղեցիկ կին էր, բարձրահասակ, բարեկազմ։ Հայրս ամբողջ օրը անց էր կացնում իր արհեստանոցում, եւ մայրս էր զբաղվում երեխաների դաստիարակությամբ։ Խիստ էր, բայց միևնույն ժամանակ քնքուշ էր, բարեհոգի, արդար։ Հայկական ժողովրդական երաժշտության նկատմամբ իմ սերը ժառանգել եմ ծնողներիցս։ Մայրս քաղցրազայն երգում էր հայկական ժողովրդական երգեր, եւ այդ մեղեդիները խորապես տպավորվել են հիշողությանս մեջ։ Երբեք չեմ մոռանա նրա երգած տխուր երգերից մեկը, որի մեղեդին որպես հիմք տարիներ անց օգտագործեցի իմ երկրորդ սիմֆոնիայի դանդաղ մասում։ Առանձնապես մեծ հաշիքով էի դիտում, թե մայրս ինչպիսի նազանքով է պարում հայկական ժողովրդական պարեր, ասել է Արամ Խաչատրյանը։ Արամ Խաչատրյանի մասին բազմաթիվ մեծություններ են արտահայտվել հիացմունքով ու բարձր գնահատականով, քանի որ նա եղել է ոչ միայն խորհրդային, այլև համաշխարհային մշակույթի մեծություններից, եւ նրա երաժշտությունը ներշնչել է կոմպոզիտորների, դիրիժորների, կատարողների ամբողջ աշխարհում։ Ահա մի քանի հիշարժան եւ բովանդակային արտահայտություններ մեծությունների կողմից Արամ Խաչատրյանի մասին։ Դմիտրի Շոստակովիչը, ռուս կոմպոզիտոր, Խաչատրյանի մասին ասել է. Արամ Խաչատրյանի երաժշտության մեջ միշտ զգացվում է արևը։ Նրա գործերը լցված են ոգեշնչումով, հայկական գույնով եւ բուռն տեմպերով։ Նա կարողացավ աշխարհին ներկայացնել մի ժողովուրդ առանց խոսքերի։ Ամերիկացի դիրիժոր եւ կոմպոզիտոր Լեոնարդ Բերնստայնը Խաչատրյանի մասին ասել է. Արամ Խաչատրյանը ոչ միայն ազգային հարստություն է, այլև համաշխարհային երաժշտության հզոր ձայն։ Նրա Սաբրեն պարը այսօր արդեն պատկանում է բոլոր ազգերին։ Իսկ հայ կոմպոզիտոր ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Ավետ Տերտերյանը Արամ Խաչատրյանի արվեստի մասին հետևյալն է ասել. Խաչատրյանը իր արվեստով ցույց տվեց, ինչպես կարելի է ազգայինը վերածել համամարտկայինի։ Նա դրեց հիմքը, որի վրա հետո պիտի կառուցվի մեր ամբողջ երաժշտական անկախությունը։